Ձմեռ պապիկը միշտ է ծխնելույզով ներքևից։ Եթե այդ պահին ծխնելույզը չի աշխատում, կրակը չկա, այնտեղից ենք մտնում, որտեղ մի երկու դեպք եղել է վառվել ենք։ Լապլանդիայից հասել ես Հայաստան, արդեն ինչ նամակներ ես ստացել։ Փոքրիկները փորձում են քաշեն մորուքից, հասկանան իրական է թե չէ։ Փորձում են ստուգել ձեզ ամեն դեպքում։ Արտադիր ստուգում են։ Բոլորը։ Բոլոր երեխաները։ Հիմա ես նայում եմ քեզ ու ես արդեն ուրախ եմ։ Հրաշքները միշտ իրականանում են։ Դե ինչ, սպասեք, գալիս եմ։ Այսօր կյանքի ճանապարհի տաղավարում հրաշք է տեղի ունեցել Ձմեռ պապիկը ամանորին ընդառաջ հայտնվել է մեզ մոտ։ Ողջույն Ձմեռ պապիկ։ Ողջույն, թորնիկս։ Ինչպե՞ս ես։ Ինչպե՞ս ես այս տարի։ Շատ լավ։ Այս տարի ուժերով լիքը, սիրտս հոգիս տոնական, որովհետև մեր երեխաները սպասում են Ձմեռ պապիկին ուրախությունով, լի իրանց պատկերացումներով ու հենց դա է որ ինձ ավելի շատ ուժ է տալիս։ Լապլանդիայից հասել ես Հայաստան, արդեն որ երեկոյան նվերները բաժանես փոքրիկներին, ինչ նամակներ ես ստացել, ինչ են ուզում։ Այս տարի երեխաները ավելի շատ հիմնված են ավտոմատացված խաղերին, իրանց ուզածը հենց նման խաղալիքներ են, համարվան Տիգրան ունեինք, որ ինքը ուզում էր ամիջապես ինքը տեսներ Ձմեռ պապիկին, հետո նոր խաղալիքների մասով։ Բայց բոլոր բալիկների, փոքրիկների երազանքն էլ հենց դա չէ, իրականում տեսնել Ձմեռ պապիկին, հետո նոր ստանալ այդ նվերները։ Դե բնականաբար յուրաքանչյուր երեխա հենց երազում է տեսնել Ձմեռ պապիկին ու այդ պահին իր աչքերի մեջ տեսնում ես այդ երեխայի ուրախությունը, երջանկությունը ու դրանից ենքո մեր ուրախություն չկա։ Քո մոտին զգացողություններն են Ձմեռ պապիկ, երբ որ ամեն տարի գալիս ես եւ երեխաների հետ այդ հանդիպումը տեղի է ունենում, նրանք ուրախանում են, ինչ որ արձագանքներ են տալիս, դու ինչ ես զգում։ Յուրաքանչյուր երեխայի ուրախությունը դա իմ համար ուրախություն է արդեն, լիարժեք ուրախություն։ Յուրաքանչյուր երեխայի աչքի փայլը տեսնելուց ինքս նաև ուրախանում եմ ու դա ինձ բերում է ուժ, երջանկություն եւ շատ ուրախություն։ Հեշտ է լինել այդքան սպասված հրաշք։ Քանի որ Ձմեռ պապիկի հայտնվելը, հիմա ես նայում եմ քեզ ու ես արդեն ուրախ եմ։ Ձմեռ պապիկի հայտնվելը ուրախություն է ոչ միայն երեխաների, այլ նաև տան ընտանիքի մյուս անդամների համար, քանի որ նրանք էլ հոգով այդ պահին Ձմեռ պապիկին տեսնելուց մանկանում են։ Պատկերացրեք, երեխաներից բավականին ավելի շատ ուրախանում են տատիկները եւ պապիկները։ Նրանք նույնպես արդեն ոնց որ երեխայի հետ իրանց շարքերում երեխաների հետ նույն ուրախություն ավելի շատ է լինում իրանց մոտ։ Բոլոր դեպքում ուրախություն է։ Ձմեռ պապիկ, իսկ ինչ հետաքրքիր պատմություններ են լինում ամանորի գիշերը։ Օրինակ պատմություններից մեկը նա է, որ յուրաքանչյուր հանդիպումից երեխաներից հետո ճանապարհելու ցանկություն առաջանում, որ ինձ ճանապարհեն եւ այն եղնիկներին տեսեն, ինչ որ ես եկել եմ իրանց տուն, բայց եղնիկները շատ բարձր են, իրանք չեն տեսնի։ Եվս լինում է դեպքեր, երբ փոքրիկները փորձում են քաշեն մորուքից, հասկանան իրական է թե չէ, ու եմ տեսնում եմ, որ իրական է, պինդ է, ու դրանից զարմացած հայացքներով նայում են ու հասկանում որ չէ, իրական է, Ձմեռ պապիկը իրական է։
Այսինքն փորձում են ստուգել ձեզ Ստուգում ամեն են, դեպքում։ արտադիր ստուգում են։ Բոլորը։ Բոլոր երեխաները։ Եվս մեկ դեպք, երբ այցելեցի երեխային իրանց բնակարանում, երեխայի եւ ծնողի մեջ խոսակցություններ, որ տեսնում եք, մենակ նվերներն ա, ձմեռբապ գոյություն չունի եւ այլն, այդ պահին հենց ներս եմ մտել երեխան տեսնելով, ուրախությունը սկսեց լացել։ Ասաց, չէ, իրոք ձմեռբապ կա, այ հիմա հավատում եմ։ Նման դեպքեր էլ ա եղել։ Իսկ որ տարիքի երեխաներն են հիմնականում ամենաշատը սպասում ձմեռ պապիկին։ Յուրաքանչյուր երեխա սպասում է, ում հոգին դեռ մաքուր է, ով երազանքների մեջ հավատացել է իրար մեջ, հավատում է ու սպասում է։ Կա փոքրիկ, որ չի հավատում, կա մեծ, որ հավատում է։ Այնպես որ երևի թե երեխաների մեծամասնությունը իրանք հավատում են ու սպասում են ձմեռ պապիկին։ Ձյունանուշն էլ են նվեր ուզում ձմեռ պապիկ, գաղտնիքի կարգով ասեք էլի։ Ձյունանուշիկի նվերը հետևյալն է։ Երբ որ ես յուրաքանչյուր տեղ իմ հետ տանում եմ իմ թորնիկ ձյունանուշիկին, դա իր համար արդեն նվեր է։ Ինքը դրանով ուրախանում է, իր ցանկությունը դա է։ Ձմեռ պապիկ, իսկ միայն փոքրիկների ցանկություններն ու երազանքներն են կատարվում, թե նաև մեծերի երազանքներն են կատարվում։ Կատարում ենք յուրաքանչյուրի երազանքը, ովքեր ունեն հավատ ձմեռ պապիկին։ Բոլոր տեսակի երազանքները կատարվում են։ Իսկ ո՞րն է ամանորյա հրաշքը ըստ ձմեռ պապիկի։ Հրաշքը հենց այն է, որ մարդիկ այդ օրերին ուրախանում են, իրար տալիս են սեր, երջանկություն, ուրախություն, այդ լույսերը, գույները, այդ ամենը հենց երջանկությունը դրա մեջ է։ Հենց տոնական օրերի երջանկությունը, այդ ամանորյա ուրախությունը, այդ մի քանի օր իրանց հանգիստը։ Ինչ է անում ձմեռ պապիկը ամբողջ տարվա ընթացքում։ Ամբողջ տարվա ընթացքում ձմեռ պապիկի անելիքները շատ են։ Մենք հետևում ենք յուրաքանչյուր երեխային, նրանց վարքին, հետևում ենք, թե ոնց են իրանք դասեր անում, իրանց կրթությունը ու ավելի շատ աչքի տակ ենք պահում այն երեխաներին, ովքեր ընդունակ են, լավն են, չեն նեղացնում իրանց ծնողներին, տատիկ պապիկներին, լսող են։ Իրանց համար հատուկ յուրահատուկ նվերներ ենք պատրաստում, որպեսզի հաջորդ նոր տարվա գիշերը իրանց տոնածառի տակ դնենք եւ երեխեքը հասկանան, որ իրանք արժանի են եղել։ Ձմեռ պապիկը միշտ է ծխնելույզով ներքև իջնում, թե հիմա որ ժամանակները փոխվել են, ոչ բոլոր տները ծխնելույզ ունեն, նաեւ դռնով եք բարձրանում։ Եթե այդ պահին ծխնելույզը չի աշխատում, կրակը չկա, այնտեղից ենք մտնում, որտեղ մի երկու դեպք եղել է վառվել ենք, կրակ ա եղել, դրա համար փորձում ենք դռնից մտնենք։ Ավելի շատ երբ քնած են բալիկները, դնում ենք բարձի տակ, տոնածառի տակ ու դուր գնում ենք։ Իրանք գնում են եւ այդ հրաշք իրանց նվերը գտնում են արդեն իրանց տոնածառի տակ։ Ձմեռ պապիկի, իսկ ինչ կմաղթես աշխարհի բոլոր փոքրիկներին։ Աշխարհի բոլոր փոքրիկներին մաղթում ենք, որ ապրեն խաղաղ երկնքի տակ, ունենան անհոգ մանկություն, երջանիկ լինեն, ապրեն իրանց ծնողների հետ, իրանց յուրաքանչյուր երեխային ինչ էլ ցանկանանք, դա քիչ է, ամենալավն ենք ցանկանում իրանց։ Ամբողջ աշխարհի երեխաներն անկախ իրանց ազգությունից բոլոր երեխաներին մաղթում ենք լինեն առողջ, երջանիկ եւ թող հիշեն, որ հրաշքները միշտ իրականանում են։ Ձմեռ պապիկ, ինձ հուշում եմ, որ արդեն ժամանակն է, որ դու գնաս ու սկսես նվերները բաժանել, որովհետեւ նամակները շատ են եղել։ Իմ օգնականները բոլոր նամակները կարդացել են, բոլորի նվերները պատրաստել են, այնպես որ ժամանակին ես հիմա գնում եմ ու արդեն սկսենք
այդ գործողությունը կատարել։ Շնորհակալ եմ, որ եկար իմ տաղավար, որ իմ ամանորյա երազանքը, իմ հրաշքը կատարեցիր։ Քեզ մաղթում եմ հաջողություն ու թեթև արագ ընթացք, որպեսզի բոլոր փոքրիկները նախ քեզ տեսնեն, ուրախանան, ապրեն այդ երջանկությունը եւ դու էլ շատ չհոգնես այդ ծխնելուց իջնելուց, հանկարծ չայրվես, որովհետեւ մենք քեզ սպասելու ենք նաեւ մյուս տարի։ Ապրես Թորի ջան։ Դե ինչ, սպասեք, գալիս եմ։ Սիրելիներ, մեր ամանորյա հաղորդումը, տարեվերջյան հաղորդումը Ձմեռ պապիկի հետ էր, որին Հայաստան բերել էր Բաղդասարյան Production-ը։ Բաժանորդագրվեք մեր ալիքին եւ նշեք, թե եկող տարում ում կցանկանաք տեսնել իմ եւ ձեր կյանքի ճանապարհին։ Հաղորդումը նկարահանվում է Beer Academy-ում։